Ես նկարահանումները ինչի սենց երկար տևեցին, հեսա ուշանալու եմ։ Ինձ հիմա մենակ զերոն կարա փրկի։ Կանչեմ արագ գա։ Ջան, հասա։ Էմոցիոնալ լարված անակնկալներով լի խաղից հետո արդեն մեկնարկում ենք մեր 5-րդ խաղը։ Մենք դեռ շարունակում ենք մնալ Սևանում, տրամադրությունները ոնց է, նորմալ է։ Բոլորը մեկ զգում եք, որ բոլորը մի քիչ արևայրուկ են ստացել, բոլորը հարվել են։ Զագարով են արդեն։ Ասեմ, որ շատ թեժ օր է մեզ սպասվում, սիրելիներս։ Խաղի սկիզբը մենք բաժանվելու ենք երկու մասի։ Մի հատ գժական էստաֆետայի նման խաղ է լինելու, որը թե օգտագործվելու է ջուրը, թե լիքը տարբեր բաներ, որից հետո նորից հաղթողները ունեն հնարավորություն ավելի մեծ հավանականությամբ անցնելու 6-րդ փուլ, իսկ պարտվողներին սպասվում է վտանգավոր գոտին։ Այս պահին մենք միանգամից անցնենք վիճականության եւ անցնենք առաջին էստաֆետային խաղին։ Մինչ խաղը սկսվի, ես տեղափոխվեցի Vega ընկերության եւ Arm Games ընկերության այս կոլապային բաների մոտ։ Հիշեցնեմ, որ Vega ընկերությունը մեր լավագույն գործընկերներից է եւ ես ուզում եմ հիշեցնել ձեզ, որ կահույքի եւ տեխնիկայի ամենամեծ ցանցն է Հայաստանում եւ հենց այստեղ էլ ես սիրով բացատրեմ խաղը։ Խաղը էստաֆետա է։ Առաջին մասնակիցները պետք է փորելով անցնեն փայտի տակով, երկրորդ մասնակիցները պետք է պարանից ազատվի պտտվելու արդյունքում եւ համապատասխան սարքերը տա նավակի վրայի մասնակիցներին։ Նավակի վրա մեկը տեսնում է եւ առաջնորդում է, մնացածը չեն տեսնում եւ թիավարում են։ Վերջում հաղթում է այն թիմը, ով նոր տան լոգոն առաջինը puzzle-ով կհավաքի։ Թիմերը բաժանվել են երկու մասի, մի թիմում 8, մյուսում 7, բայց որտեղ որ 8-ը 2 տղա է, որտեղ որ 7-ը 3 տղա է, որտեղ որ տղաները քիչ են, աղջիկներն են շատ։ Հասկացա, որ հավասար լինի։ Այո, բավականին բարդ խաղ է։ Ջարդարս գտնվել արա։ Դե, խաղի կանոնն է, այդպես ուզում։ Մենք նորից գտնվում ենք մեր ֆանտաստիկ գործընկեր Vega ընկերության եւ Arm Games ընկերության այս կոլապային բաների մոտ։ Այո, Vegan կահույքի եւ տեխնիկայի ամենամեծ ցանցն է Հայաստանում։ Իսկ մենք տեսնենք, թե թիմերը ինչ ռազմավարություն են որոշում։ Ով ավելի լավ որոշի նա կհաղթի։ Հիշեցնեմ, որ ես մրցում եմ Եվրոպայի քառակի չեմպիոն ըմբշամարտիկ Արսեն Հարությունյանի դեմ։ Երկու թիմերում էլ շատ ուժեղ մասնակիցներ են, պատկերացում չունեմ ինչա լինելու։ 1 Բումային է լինելու այդ 2 Գնաց։ Այստեղ Էվելինան եւ Արսենը միասին շո անհավասար պայքար չի սկսվում, բայց Էվելինան հələ ինչ է անում։ Արսենը դե ամեն դեպքում տղա է եւ ձեռքերը նրա շատ պինդ է, բայց Էվիկը ֆանտաստիկ է աշխատում։ Ի՞նչ ես անում, չհոգնես։ Հիմա նրանք ինչ որ ձեր պետք է ազատեն բահը, ինչպես հասկանում ենք։ Էվ խորը գնա։ Ահա։ Շատ արագ փորեցի ու Էվիկից անցա առաջ։ 3 վայրկյան հետո Արսենը անցավ, ես նայում եմ, իմ մոտ շոկ է։ Մտածում եմ թիմին խայտառակ է բանում։ Давай, Էվիկ ջան, давай, Սիրունս, давай, Էվիկ, давай։ Կյանքի ու մահվան հարցեր մտա ավազի մեջ։ Էվիկ ջան, քեզ օգնի, ապրես աղջիկս, ապրես, ֆանտաստիկ է, բրցի այդ էնց, հրաշալիա, շարունակի, արագ, Էվիկ։ Ապրես, Մարիամ, ապրես։ Նայ, պետքա։ Դավայ, շատ լավ։ Տղաները ամենադժվար կետից հրաժարվել էին ու ամբողջ պատասխանատվությունը ընկավ ինձ վրա։ Ասեմ, որ Սարատովի գույնը ունի այս խաղի մեջ առավելություն գոյը։ Չնայած, որ Արսենը մարզիկա ու ֆիզիկական լավ պատրաստված, ես որոշեցի, որ ամենադժվար զոնայում պետք է լինեմ ես։ Մարիամ, հավաքի Արագ,
Ինչ ձև է աշխատում։ Ինչ Մարիամի աշխատանքը, ես ուղղակի խոսքեր։ Մարիամ, դու գիգանտ ես։ Ես այս աղջկան եմ տվել իմ իմունիտետը։ Ում միտումով։ Հիմա տեսնենք, հա։ Հա։ Մարիամ, շուտ արա, Մար, դավայ։ Գրիշը ռազմավարական սխալ է թույլ տալիս, չի լսում Արսենին։ Давай, Մարջան, давай. Давай, ապրես։ Դավայ։ Մար, շուտ արա։ Ահա որ հոգնած էի, բայց Կարենի բղավոցը, գոռոցը ականջներիս մեջ էր, ու ես երկրորդ շնչառությունն եմ ստանում։ Դավայ, Մարիամ ջան, չես հանձնվում։ Մի քանի հատ ամնացե։ Բան չմնացե, մի չորս։ Շատ հավասար պայքար է հենց։ Շատ։ 4, 3։ Երեք հատ էստեղ է մնացել։ Լրիվ հավասար պայքար ու ինչքան էր Մարիամը ինչքան էր հետ։ Երկուսը Մարիամն ու Գրիշը։ Այո, բայց այս անգամ ես ասեմ իմանաս, Մարիամը 100% հաղթել է։ Մարիամը այո հաղթեց այս պահին։ Պատտվում եմ առաջինը, երկրորդը, երրորդը ու կեսից արդեն հասկանում եմ, որ իմ ուժերը ինձ հաջողություն են ասում։ Խաղի դեմից Գրիշային ասում էի, որ էդի իմ խաղն է, իրանը չի, ինքը ասում էր, չէ, ես բոյով եմ, բայց ես գիտեի, ինքը երրորդ-չորրորդ հատքից հետո հոգնելու է։ Ջուր մի հատ Մարիամին, ջուր։ Տար։ Գնա։ Համուզելով, այն որ շակալատ տալով մի ձև անցանք առաջ, միջև վերջ վարժությունը կատարեց։ Կյանքիս մեջ առաջին անգամ պետք է թիավարեմ, այն էլ աչքերս փակ։ Ուղղակի ուժասպառ Չէր։ Օկրես։ Ուղիղ դախեք։ Հայրան չմամեց։ Օկրեսը մուշ է սկսել իրանցից։ Ես ուղղակի տապալվեցի ու հասկացա, որ իմ շունչը չի հերիքում ու ես շոկի մեջ եմ։ Ու այդ պահին Մարիամը ցույց տվեց իր մարտեսակը ու դաժե բառ չեմ գտնում նկարագրեմ, ահա որ աջակցություն ցույց տվեց։ Ուրեմն մեկ մասնակիցը տեսնում է, մյուսները ոչինչ չեն տեսնում։ Իրոք շատ հավես է։ Բայց պետք է ամեն մեկը ճիշտ բույոկի մոտենան։ Աչքերս փակ է, լսում եմ միայն սվետին ու անում եմ այն ինչ հրահանգում է։ Գնացեք։ Ուղիղ։ Հիմա ուղիղ, Երեխեք շուշուտ հասնում եք, շուշուտ դավայցե, դիշտեք եթում, դավայցե, դիշտեք եթում, դավայցե, Եկեք, Օրանջները վերցրեցին, հայրեն ասած բույոկը։ Նարինա, այնտեղ պետք է մի քիչ մոտիկ ասնեն։ Ահա։ Դեն հասել էինք վերջնակետին, որ պետքա վերցնեինք փազլները, բայց չկարողացանք։ Ես այդ բային ուղղակի ուզում էի լողանալով այդ հայ վերցնեի գայի։ Ահա։ Եվ Չէ, կանաչները այդպես չեն կարողանում վերցնեն։ Կարեն, մի արեք ձեր կողմը։
Ժողովուրդ ջան, ես շատ ներվայնացող մարդ չեմ, բայց ոչ չներվայնանամ։ Սկզբում ամեն ինչ լավ էր։ Մենք նորմալ գնում էինք, բայց հետո հասկացա, որ մենք չենք լսում Նարին, Նարին չի լսում մեզ, ինչ որ խառնաշփոթ իրավիճակի մեջ էինք ընկել։ Երեխեք քշեք մի հատ։ Ուղիղ չէ։ Եվ Նարին, ես փրկել եմ սպիտակ քարտով։ Մեր բաց աչքերով ղեկավարն է, որ պիտի ասի աջ ձախ։ Ու ինքը իր երկար մազերով, ասացվածքի սկիզբը չեմ ասում, պանիկայի մեջ է, չգիտի ինչ անի։ Երեխեք ուղիղ քշեք, դեմն է ուզում էի բռնել, չեք լսում ինձ։ Ախր չեմ հասկանում, պայմանավորվել ենք, որ լսեք ինձ ոնց կարելի է, տեղում այսքան ֆրալ չեք լսում ինձ։ Արսենն էլ ընդեղից է գոռում առանց հասկանալ, թե ինչ է կատարվում խաղում։ Խաղի գլխավոր նպատակը puzzle հավաքելն է։ Այստեղ ամենակարևորը puzzle հավաքելն է։ Այս պայդրությամբ չեն կարող ոչ մի ինչ-որ կանխատեսում անել։ Հիմա արդեն օրանժները վազքով գալիս են, որովհետև նրանց puzzle-ը կարծես թե պատրաստ է հավաքելու։ Հիմա օրանժները բաց սահայտ առավելությունն է, որտեղ հենց հիմա արդեն անցել են puzzle հավաքելը։ Նոր տունա գրածալնելու։ Ձախ քշի, ձախ։ Ձախ։ Ապրես, հիմա ուղիղ գնա։ Չգիտի ինչ է խոսում, ինքը իրանից չի հասկանում, ինքը չի հասկանում ինքը ինչ է խոսում։ Երեխեք ֆռում եք պրոստը։ Մեր նավակը անվերջ շրջապատույտի մեջ էր։ Մենք նույնիսկ puzzle-ին չհասանք։ Ոյ մամա ջան։ 1 2 ուղիղ։ Ախր թիմային խաղը սենց չի լինում, պետք է լսել։ Իմ աչքերն է, չէ, բայց ձերը չի։ Այդենց, չէ, վերևն է, այդենց։ Չէ, ճիշտ են դրել։ Ինձ թվում է ամեն դեպքում օրանժներն են հաղթելու։ Ալա, բայց հանգիստ հրացքի չեն էլ ասում։ Ասեմ, դե դու քոնն արեցիր, բայց թիմը հանձնվեց։ Թիմը հանձնվեց։ Արա թամս մերրեմ քեզ, արա դու խզարում ես։ Այստեղ Թամը եւ Սվետլանան շատ դինամիկ հավաքում են, շատ։ Այնքան կլանված էի puzzle-ը հավաքում, որ կողքից մենակ ձայներ էի լսում ու չգիտեի ով որտեղ է, նույնիսկ հակառակորդ թիմը թե որ փուլում է։ Իրոպե հեսա, էսի որտեղ է։ Թողեք անեմ։ Էսի անկյունա, էսի անկոմնա։ Իրոպե, էսի տակ, հեսա։ Էսի մի րոպե։ Ճիշտ է։ Հա, ճիշտ է։ Էսի ծուրրա, մի հատ ես խփան։ Հեսա, էսի ստեղա։ Եկա գտել եմ։ Էսա ստեղա, թող։ Puzzle-ը պատրաստո։ Դե ինչ օրանժները 8 հոկանոց տմով 2 տղայով, ֆանտաստիկ ձևով նորտան լոգոն հավաքեցին։ Ես շատ հպարտ եմ ինձնով, որովհետև կարողացա ճիշտ ուղղորդել հերիք չի, մի բան էլ puzzle-ը հանել ջրից, մի բան էլ գնալ Թամի հետ հավաքելու, հաղթել ես խաղը։ Չգիտեմ, շատ եմ սիրում մեր թիմը։ Սիրն է շնորհավորում են խզար, ապրեք։ Կանաչները դեռևս չեն կարողանում ափ հասնել, կարող եք ցույց տալ։ Հիմա նայեք, ճիշտ ուղղությամբ այդում ենք։ Puzzle-ի վերջի կտորը դնում եմ ու չեմ հավատում, որ ավարտել եմ, ինձ թվում է մյուս թիմը արդեն հաղթած կլինի, բայց կանգնում եմ, տեսնում եմ մյուս թիմը դեռ ջրի մեջ է։ Ես ուզում եմ հիշեցնել, որ վերանորոգումը միշտ շահավետ է նորտան հետ։ Այո։ Հիմա իմ մոտ գիտեք ինչ հարց կա։ Ահա, չէ, եկան, ինձ թվում է մնալու են ծովում։ Հա, մենք պարտվեցինք։ Այո, եւ ով էր մեղավոր ես։ Որովհետեւ ես հետ բերեցի Նարիին։ Դե կեր Կարին ջան, անուշ լինի։
Սակոն թույլցրեց ֆռած։ Սակոն չի թույլցրել, հակառակը Սակոն ուժեղ էր անում, ֆրցնում էր կանգնած տեղը։ Ես համանա վերցնում եք, բա ես գոռում եմ, ասում երեխեք արեք, Սակոն ուժեղ է անում, աղջիկներ ուժեղ է տալի տեղում ֆռում ենք 8 ժամ։ Այ, լոմկա բանը կրվել է։ Լավ, հələ պատմեք ոնց հաղթեցիք։ Տեխնիկա, ասահար։ Թիմային աշխատանքի շնորհիվ։ Ով էր թիավար այսպես ասած։ Ես, Կարենը ու Միլան։ Դու ինչ էր անում թիմում։ Ես դուխ էի տալիս։ Եկա красивая девочка։ Так, Մարիամին ենք հանել այդ քողերից։ Սև գործն արել են։ Հասկացա։ Չէ, բայց դա սոթացրեցիք, ինչ ճիշտ է։ Սարը սուս խմեք, շորոջ են, ճիշտ է, արդեն արևը մայրը մտնում է հաճելիա։ Էներգիա հավաքենք մի հատ։ Ամեն դեպքում իմացեք, որ դուք արդեն մեկ քարոտ եզրափակ չունեք, դուք արդեն անցել եք առաջ։ Այս չկա բան, վտանգավոր զոնա չկա ձեր համար։ Նացինք, всё։ Давайте։ Մայրը մի հատ հրաշալի պահ ունենք միջև վտանգավոր գոտու խաղը։ Հիշում ես, որ ասի գնում ենք վտանգավոր գոտի։ Այո։ Նայ, մեր 6 մասնակիցները՝ Արսենը, Ագնեսը, Նարին, Սակոն, Լեդյանը եւ Կարինը, Գրիշը չկա, Գրիշը լավ չի, Գրիշը մեխանիկորեն անցավ վտանգավոր գոտի։ Այս 6 մասնակիցներից որ մեկին առաջինը ազատեք, ինքը կարաբինով կապված է պարանից։ Որ մասնակցին ազատեք, նախ պետք է ազատել, դրա համար եք դուք բոլորը ժիլետներով, որպեսզի մտնեք ջուրը, գնաք փորձեք ազատել։ Դրանից հետո տվյալ մասնակիցներից ազատված մասնակիցներից, որ մասնակիցը առաջինը դուրս եկավ ապ, նա ազատվում է վտանգավոր գոտուց։ Մեխանիկորեն մի անգամից անցնում է քարոտ եզրափակիչ։ Այսինքն մի հոգի է անցնում։ Ընդամենը մի հոգի, իսկ 6 հոգին կպայքարեն միմյանց դեմ, որտեղից 3 մասնակից կլքեն նախագիծը։ Պատրաստ եք։ Ես ունեմ հստակ որոշում, որ պիտի փրկեմ Լեդյանին։ Ջրային խաղեր, ես լողորդ եմ ու հասկացա, որ սա իմ հաղթելու պահն է։ Երբ ջրի մեջ կապված էի, մտածում էի ով է գալու առաջինը ինձ փրկի։ Պարանի վրա կապված ենք, ահա որ դիսկոմֆորտ է ու ցուրտ։ 1, 2, գնաց։ Հիմա հասկանում ով ու։ Ոյ, Կարենը։ Ահա։ Կարենը։ Հարութը գնաց Արսենի մոտ, ես արդեն տեսնում եմ։ Երբ տեսա Հարութը գալիս է, արդեն տրամադրված էի, որ լողայի ափ հասնեի շուտ։ Մարիամը գնում է, Կարենը գնում է Լեդյանի մոտ, հասկացա։ Հանին ու Մաշը նույնիսկ չմտան։ Երեխեք, դե ես ձեզ շատ սիրում եմ, բայց դե այս ցրտին լողալ չեմ սիրում։ Կներեք։ Ես շատ վատ լողալ գիտեմ ու եթե ես մտնեի ջուրը ինձ էին փրկելու, ոչ թե ես էի ինչ-որ մեկին փրկելու։ Ահա։ Հիմա Կարենը ազատում է։ Կարենի մոտ ոչ ոք չկա։ Ահա։ Հարությունյան Արսենը, Լեդյանին Հայաստանի քառակի չեմպիոն է։ Երբ ազատվեցի, աշկս ընկավ, որ Անին էլ ազատվեր շուտ ու Անին լողի Հայաստանի քառակի չեմպիոն է։ Լեդյանին անցավ։ Չէ, Արսենին։ Լեդյանին։ Ոյ, հավասար են։ Եվ վերջ։ Եվ վերջ։ Հարությունյան Արսենը հաջորդ փուլում է։ Մի պահ աշկս ընկավ, որ մի պուճուր առաջ Անին, այդ պահին մի անգամ լողալը թողի ու վազելով հասավ։ Հավասար չէ։ Շատ արագ հասնում եմ դեպի ափ ու լսում եմ ոնց Հարամը ասում, որ Արսենը առաջինն էր։ Հարությունյան Արսենը մի քանի սանտիմետրով վերջում թռիչքով անցավ։ Կրկնում եմ, Արսեն, Անին Հայաստանի լողի քառակի Անին շատ արագ էր։ Վարկյանների պահեր, երևի միլի վարկյանների։ Ասեն, որ քո փրկիչը, որ դու հիմա արդեն Հարութն եմ։
Հա, ոնց ես անի։ Անը գիտես չէ մի քանի մետր։ Մի քանի մետր։ Հալած կգրի հեսաբանը։ Սանտիմետր։ Ով էր հետ մնացել։ Երկուսով հավասար համարյա եկան։ Հոգեպես ինձ շատ վատ եմ զգում ու հետ եմ մտնում ջուրը։ Ես շնորհավորում եմ Արսենին, Արսենը Շնորհավոր։ Արսենը այլևս վտանգավոր գոտու չի։ Արսենը մնացած հաղթողների հետ արդեն 1 քառորդ եզրափակում է, մի հատ ուշադրություն դարձեք, Լեդյանին վայելում է Սևանում։ Արսեն, մի հատ որ խնդրեմ ջեբը հետ ման կգաս, պետքա որ այնտեղ ինչ-որ բան լինի։ Քարտ։ Արսեն, դու ունես հնարավորություն որևէ մասնակցի կարաս դու էլ վերցնես իրականում, կարաս դու էլ վերցնես, հա։ Քանի որ Անին լողորդ է, արդար չէր լողի մեջ, որ ես իրան կրի, ես իրան եք նվեր։ Անի ջան, Անի նվեր ունես, արի։ Ինձանից շատ հիասթափված էի ու լսում եմ ոնց է Արամը ինձ կանչում։ Նա ես կխնդրեմ, ովքեր որ կապված են, նա ձեր գրպանները նայեք։ Տան Արինն է, բոլորի գրպաններում այս նվերի քարտը կար, ուրեմն նայ, շատ հետաքրքիր քայլ արեց Արսենը։ Եթե կներես, եթե կա։ Ես вообще պետքա Հարութին նվիրեի, բայց Հարութը քանի որ տղա է, Հարութի ընկերն է, Հարութը կհասկանա այս քայլը։ Անին լողորդ էր, լողի մեջ կրեցի Անիք է, դրա համար ես նվեր քարտը պետքա քոնը լինի։ Ուրեմն Արսենը Հարութինը բացատրեց, որ այո, այս նվերը արժանի էր Հարութին, որը փրկեց իրեն։ Հարութը տղա է, Հարութը իր ընկերն է, ինքը որոշեց նվիրել այն մասնակցին, ում հաղթել է։ Ում հաղթեց վերջի վայրկյանին, կոպիտ ասած։ Անիմ Արսեն Հարությունյանի եւ Հարութի շնորհիվ դու Anywish տուրիստական ընկերության հետ մեկտեղ ինչ որ մեկի հետ մեկնելու ես ուղևորության դեպի Կիպրոս։ Շատ մեծ անակնկալ էր ու շատ հաճելի ու նաև ասեմ, որ շատ հաճելի էր այն, որ մի մարզիկը, պրոֆեսիոնալ մարզիկը, մյուս մարզիկին նման հաճելի ժեստ է անում։ Հարութը ոչինչ էսա Լոնդոն է գնում։ Հարութ արի։ Նա ուզում եմ Հարութի բոլորը սապարենք։ Anywish տուրիստական ընկերությունը արդեն 12 տարի շուկայում է, սկսած 2014 թվականից։ Ես քեզ եւ Anywish-ին միասին եւ չգիտեմ ում հետ ես մեկնելու, բարի, հավեսով, լավ ժամանց դեպի Կիպրոս, այնտեղ չմոռանաս Arm Games-ի մասին, որտեղ ամեն դեպքում Arm Games-ը քո կյանքում ոնց որ շատ հաջողակ դեր ունի։ Լեդյանին բարձր ծափարենք, Արսենին ծափարենք, Հարութին ծափարենք, իսկ մենք գնում ենք վտանգավոր գոտի։ Ինչպես հիշում եք, Միլան վեգան ընկերության կողմից ուներ նվեր եւ պետք է ըստ այդ նվերի ընտրեր մի քանի մասնակից, որոնք որ կմասնակցեին իր հետ այդ նվերի կարելի ասել արարողությանը, ու հիմա հերթը քեզ եմ տալիս, ասա թե ովքեր են քեզ հետ այդ հրաշալի օրվա մասնակիցը դառնալու։ Մարիամ, իրականում ահա որ բարդ էր, մի քանի անգամ փոփոխություն է իրականացվել իմ մոտ, դրա համար, բայց այս որոշումը շատ սենց ուրիշ ձև եմ իրականացրել։ Ուզում եմ առաջինը ասել հետևորդների թմից ում եմ ընտրել։ Հետևորդների թմից դա այն մարդիկ են, ովքեր որ միշտ սենց պայքարել են, կարելի ասել իրար հետ, դա Մարիամն է, մարս քոնն է։ Մյուսը Սվետան։ Իրականում կուզեի մնացած մեր ընկերներին, Հարութին էլ, Սամոյին էլ կուզեի իրանք էլ լինեին, բայց հնարավորություն չի երիքի, բայց իրանք կհասկանան իմ ընտրությունը։ Ու մյուս հետևորդների թիմից այս հետաքրքիր իմ փոքրիկ սենց նվեր ուզում եմ լինի Ստյոպին։ Խի, որովհետև այսօր դու եկել ես մեզ պատժերշկա անելու, էդի շատ մեծ օգուտ ա տվել։ Ու պետքա որ դու էլ մեր հետ այդտեղ լինես։ Իսկ հայտնիների թմից ընտրել եմ 2 հոգու։ Դա Թամիդու ես։
Ես այնքան ուրախ եմ։ Բացի գամստը։ Ինձ որ մնար բոլորին կուզեի, այ դա հիմա։ Տամ ես քոննա։ Մեսի։ Մյուսը ուզում եմ տամ մի մարդու իրականում ես սիրում եմ, երբ որ մարդիկ չեն պիտակավորում մարդկանց արտաքինով։ Ուզում եմ, որ միշտ աղջիկները սիրեն մեկը մյուսին ու հիանան կապ չունի իրենց գեղեցկությունով ու ամեն ինչով։ Եկեք աղջիկներին ոչ միայն արտաքինով չափենք, ուղղակի մարդկային տեսակով։ Դա Նարինա։ Նարի, սա քոնն է։ Նարին, այո, այս պահին շատ մրսած էր եւ հերվում է, բայց ես կարծում եմ համը կփոխանցի։ Այսքանը։ Մյուսներ դու ես։ Մյուսներ ես եմ։ Բոլորը գոհ են։ Այո, բոլորը գոհ են, երջանիկ են, ուրախ են, ես նույնպես շնորհավորում եմ ձեզ, հուսամ շատ լավ օր կունենաք։ Բայց խոսք եք տալիս, որ հենց գնաք թրիչքի, Arm Games-ը չեք մոռանում, Ստյոպին էլ առանձնահատուկ շնորհակալություն։ Ձեզ լավ օր։ Գնացի։ Դե ինչ, հիմա մի հատ սիրտս հոված դեմ էլի, քեզ պաղպաղակ հյուրասիրեմ, մի դեպ ամենաշատ ես Ռուբին եմ սիրում։ Ընկերներով է։ Ով է, ամենաշատ չգիտեմ, բայց կարամ մի բան ասեմ, նախ շնորհակալ եմ, որ հետ բերեցիր, ես անշնորհակալ աղջիկ չեմ, բայց մի բան կասեմ, որ իհարկե ես կարամ շատ հիմա կոպիտ եւ սուր խոսամ, որը որ գիտեք, որ մոտ շատ լավ է ստացվում, բայց ես հիմա մի քիչ փորձեմ կանացի սոլիդար գտնվել եւ չբարձրաձայնել իրական գեղեցկության չափանիշների մասին։ Ինչքան բառեր ասեցի։ Դրա համար ասեմ, այստեղը դատար կա։ Որ լինեի չի ասի սիրտս։ Չէ, շատ անիմաստ բլբլբլբլ բառեր են։ Վստահ ես։ 100%։ Լավ, բայց կարևորը գեղեցիկ համարում ես։ Մենք հիմա վտանգավոր գոտում ենք, որտեղ վիճականությունը արվեց, տղաները միմյանց դեմ են մրցելու Սաղթուն Գրիշը, աղջիկներից Նարին մրցելու է Ագնեսի դեմ, Անին մրցելու է Կարինի դեմ։ Կարինի։ Ժպտում ես։ Դեռ ժպտում են։ Ասեմ, որ այս խաղից հետո 3 մասնակիցներ գնալու են տուն եւ մենք նոր տեղափոխվենք 6-րդ հաղթում։ Մի անգամ 3 ուժեղ մասնակից, դե իրականում արդեն այդ փուլերն են, այսօր ամեն ինչ հասկանալի է։ Բայց մինչ կանցնենք վտանգավոր գոտուն, անցյալ շաբաթ ես հարցում արեցի, որտեղ շատ կոմենտներ էր արվում, անդադար կոմենտ էր արվում, որ հետ բերեք Սերոժին, հետ բերեք ես իր համար եմ նայում, իր համար եմ նայում, եւ այս պահին կա հնարավորություն Սերոժի վերադարձի։ Հնարավորություն բառը այս պահին ուզում եմ բացես ճակերտները, հասկանամ ինչ է նշանակում հնարավորություն, ինչ պետք է անի Սերոժը հնարավորություն ունենալու դեպքում։ 100-ավոր նամակներ ենք ստացել։ 100-ավոր հետևորդներ գրել են, որ հետ բերեք Սերոժին։ Այս պահին այդ հնարավորությունը կա։ Բարի գալուստ։ Բայց քեզ ով էր հանել։ Դες կարճան հորս ով է բլատո խաբարով մենք բոլորին։ Բարև, բարև։ Բարև։ Զրաշտե։ Բայց ինձ ահավոր հետաքրքիր է։ Ջան Լարի, էլի այդպես չես եկել հետ, էլի։ Ես հիմա ուզում եմ հասկանամ ինչ պետք է անենք, որ դու հետ գաս, որովհետև ինքը օգտագործել է հնարավորություն բառը, ես ուզում եմ հասկանամ հնարավորություն ինչ է նշանակում, ինչ պետք է անի։ Ուրեմն, քանի որ Սերոժը խաղը չի լքել, այլ խնդիր առաջացել, որ ներկա չի գտնվել ամեն դեպքում, հնարավորություն կտրվի Սերոժին, բայց պետք է ասի փորձություն։ Ինչ ուզես ինգեր հորս արը։ Այնտեղ այդ տեղը պետք է կանգնես ու 10 րոպե իրան գրկած պետք է պահես։ Այնտեղ են պոլին ապ կայնած թե։ Իրա վրա բարձր տեղ ա դրած, ինքը ջրի մեջ բան ա դրված, տումբա ա դրված, միացած, կուբ ա դրված, իրա վրա պետք է կանգնես։ Ես ուզում եմ դու ընտրես, հետո նոր ասեմ։ Ագնեսին եմ ընտրում։ Ագնեսին։ Հա։ Օպա։ Ամերիկա, Եվրոպա, Ասիա, Եվրազիա, что за безобразие, да? Давай, давай։ Ագնեսի լավ, Ագնես մոտեցի։ Բայց ես քեզ մի հատ բան ասեմ։ Եթե դու չես կարում Ագնեսին պես ու գցում ես ջուրը, Ագնեսը միանգամից լքում է նախագծի։ Ախայն, ասում եմ ախայն հորս է։ Ասում եմ կարող է Արսենին գրկել։ Արսեն լսեցի։ Դե ասի Եվրոպա, բախ։ Արսեն, չէ, բայց դու չհասկացար, Եվրոպայի համար չեր ասում։ Ուզում եմ որ քեզ գցի։ Որ դու պարտվես։ Դու չհասկացար Ագնեսն ինչ ասեց, էլի։ Ժամը ես խորհուրդ եմ տալի հանես։ Ինչ ես։ Ժամը, տուր ինձ։ Եկեք, սենց ծափարություններով ուղեկցենք իրանց դեպի ջուրը։ Մի հատ բան ասեմ։
Լավ։ Ոստեից գրկաստան է։ Չէ, ոտքով գնացեք, այնտեղ ես գրկում։ Всё, գնացեք։ Շատ ռոմանտիկ տղա դուք եկավ։ Давай։ Լագաստու։ Իսկ ինչի է այս թվում, որ все-таки իրանց մեջ ինչ-որ բան այն չի, որ ասում եմ, թե այն է անտակարակը։ Մաշ ջան, ո՞նց ես։ Սեր եմ նկատում։ Սեր ես նկատում, հա, կատս բան, հա։ Բայց չէ, որ սրտով գնաց։ Այո, ինչ-որ բան այն չի ատեն սկսվել, շարժ կա իրա մեջ։ Հասկանում ինչ է կատարվում, Ագնես։ Պատրաստ, 1 2 գնաց։ Էնորը սարհելելուց ոնց իր պայքարում, այդ է պայքարիստ է։ Շատ սիրուն է գրկում իդեպ։ Սերոջ կրիժայով մարդիկ երկար ապրում են։ Նորմալ է, հա։ Ագնես մի արա տենց։ Հիշացնեմ, որ կծումաջուրը խաղից դուրս ես մնում, ավելավա դու օգնի իրան։ Ագնես, ավելի շատ ձեռներով կախվի, որ ձեռները չհոգնի իրա։ Ագնես, բայց լուր ձեռներով բան արա, կախվի, որ ձեռները չհոգնի։ Մի շարժվեք։ Արդեն 5 րոպեն անցել է։ Ինչքան պահել ես, մի այդքան մնաց։ Սերոջ ոնց ես։ Ոնց ես։ Մենք հիմա մի հատ խնդրանք ունենք։ Պատրաստ եք։ Գնաց։ Գոլ կա, գոլ կա, գոլ կա, գոլ կա։ Սերոջ հենց պաչվում եք, ստո խաղի մեջ եք։ Գոլ կա։ Ասում հենց պաչվում եք, Լավ խաղի մեջ թուշիկը եք։ մենակ, Սերոջ, թուշիկը։ Մի հատ, Սերոջ մի հատ, Ագնեսն ուզում է։ Ագնես ձիգ պայի քեզ, Ագնես։ Մի հատ թուշիկը։ Ճակատը լավ։ Վիզիկը։ Մի հատ ճակատը պաչի Սերոջ։ Որ ծիծաղում է։ Ես չտեսա։ Հայրական համբույր։ Մնաց 2 րոպե։ Հայսականը չկա դրա։ Ոյ, շատ սիրուն են։ Բայց հլնայ գլուխը արդեն ոնց է ոսին դրել։ 1 րոպե։ Շատ կոպիտ ես, է։ Շատ կոպիտ ես։ Դու։ Մի քիչ նուրբ եղի։ Բաբոր ասում է իմ այդ է բագի։ 30 վայրկյան։ Հետա չոտան։ 10 վայրկյան։ 9 7 6 5 4 3 2 Սերոջ, շնորհավորում եմ, դու նախագծում ես ընկերս։ Արագ բացատրեմ վտանգավոր գոտու խաղը։ 6 վտանգավոր գոտի անցած մասնակիցները բաժանվել են զույգերի։ Տղաները տղաների դեմ, աղջիկները աղջիկների դեմ։ Նրանց ձեռքերին լինելու է Arm Games-ի կուբեր։ Խաղի իմաստը սա է, ում ձեռքից առաջինն ընկնում է, նա պարտվում է։ Խաղը երկուսից է։ Հիշեցնեմ, որ պասիվ գործողություններ իրավունք չունեք անելու։ Պատրաստ, գնաց։ Պասիվ գործողության դեպքում միանգամից երկուսին միավորնել անվում է։ Вообще ուժեղ է լինում։ Ինչ մոռացել։ Նարի ջան, արագ բերում է։ Նարի, Ահա։ Դա համար պետք է զգուշ լինես, Նարի։ 1-0։ մի հատել։ Դա համար պետք է զգուշ լինես։ Գնաց։ Մեկ։ Հիշեցնեմ, որ այս պատմության արդյունքում որևէ մասնակից լքելու է նախագիծը։ Գնաց։ Ագնես խնդրում եմ։ Նարի ձեռքերն շատ եկար։ Որ հարց տվել եմ, այդ սիրկով։
Ագնես, տակից մտի։ Ես արմում ինչի իրեն ձերքերով իրա չեմ բրդում։ Լավ էլ ինչ ես սովորացնում։ Վերջ, առաջինը Ագնեսինն էր։ Առաջինը Ագնեսինն էր, երկուսինն էլ ընկավ, բայց առաջինը Ագնեսին ընկավ գետնին։ Սվետլանա, ուրախացել ես։ Այո։ Ագնես, այստեղ ուրախ եմ, ես այս պահը վայելում եմ, երբեք շատ արդար է։ Իմ արդյունքն ես չեմ արդար։ Ագնես, քո պարտությամբ ստեղ ուրախացող կա։ Ինչն էր արդար։ Ինչ ես Ագնեսին դեմ։ Նախորդակը ոնց էր անարդարություն եղավ իմ համար։ Պարտություն անտանանացեք։ Ոչ, չկա պարտություն։ Okay։ Ագնես ջան, գնա փոխվի։ Նարի ջան, շնորհակալ եմ։ Նարի, շնորհավորում եմ դու հաջորդ փուլում ես։ Շնորհավորում եմ, Նարին կարող ենք ծափարել։ Հիշեցնեմ, որ շատ նուրբ խաղի հարցուկում Ագնեսը պարտվեց, բայց կանոն չկա, որ իրան չեն կարել իրար հա, այսինքն կարող են կապել իրար։ Խփել չի կարելի ամեն դեպքում, բայց հպվել կարելի է։ Ամեն գնով գցել դիմացինի այդ բուրգը։ Արգենսի բուրգը, պատրաստ, գնաց։ Գրիշա ջան, քո բոյը։ Գրիշելա ուղիղ բայի։ Օրո։ Գրիշայի բոյն է, բոյով է։ Շատ արագ սակը առաջինը պարտվեց, կարա շատ արագ ավարտել, դր Գրիշը շատ բարձրացակ է։ Պատրաստ գնաց։ Գրիշ մի հատ է։ Մի թեկի քոնը Գրիշ։ Գրիշին ու։ Առաջինը ընկավ գետնին Գրիշինը։ Սա վերջին ռաունդն է։ Գնաց։ Վերջին եւ Գրիշ ուշադիր քոնին։ Շատ վճռորոշ ռաունդ է։ Սակը ֆիզիկապես է ուժեղ, Գրիշը ձեռքն է երկար։ Գրիշ ուժեղ նա ձգվի։ Եվ վերջ։ Այստեղ փոյը իր դերը խաղաց Գրիշան ակտումա ցավոք սրտի բավականին ուժեղ ֆիզիկապես մասնակից սակը նույնպես միանում է Ագնեսին։ Իմ թիմակից։ Գրիշին շնորհավորում են, Գրիշը արդեն հաջորդում եմ։ Մեզ մոտ վերջին զույգը, ինձ թվում ամենաթեժ զույգն է լինելու։ Ուր է Կարին։ Դա։ Կարինը եւ Անին, երկուսն էլ ուժեղ են, իրականում։ Կարինը եւ Անին։ Հաշիվը երկուսից է, պասիվ գործողություններ չի ընդունվելու։ Գնաց։ Անի հաղթի խնդրում եմ։ Անի, ես քեզ սիրում եմ։ Ես քեզ եմ սիրում։ Բայց իրականում չէ, շատ եմ սիրում։ Սա 4 հոգու եմ սիրում, մեկը դու ես։ 4 հատը Նարինա, մյուսը դու։ Չէ սխալն են արդեն սկսել խաղը։ Անի ոնց որ աշխարհի չեմպիոն է, էլի, արդեն էլ խաղում է, էլի, կրել է, էլի, ես խաղա։ Անին ուզեց գցի Կարինինը եւ իրանը գցեց 1-0 օգուտ Կարինին։ Գնաց։ Ես ես Սևանի քամին չեմ սիրել։ Կարինը արդեն համարձակությունը ձեռք բերել։ Բայց ասեմ ավելին, Անին արդեն դիրքը զիջել էր։ Սևանի քամին թե դրոնը։ Անի։ Հայ։ Անին նորից ինքնին որ ասում է գլխին սարքեց։ Կարին դու հաջորդ փուլում ես։ Անին միանում է Ագնեսին եւ Սակին։ Это еще не конец։ Մեկը դու ես խաղը հաղթել ես։ Ճիշտ է, բայց ես իմիջիայլոց զգում եմ մի տեսակ։ Շնորհավոր կյանք։ Մինչև հրաժեշտ կտանք մասնակիցներին, երկու մարզիկները որցին ուղակի
ասում է ոչ մրցակցային, մի հատ ոչ խաղային, մի հատ շոու անեն։ Ով պարտում է, մյուսին պատիվ է տալիս, գնաց։ Ոնց է բռնեք։ Օպա! Ռազմավարությունը Հարությունյան Արսենի ճիշտ է։ Հարությունյան Արսենի ռազմավարություն։ Դուք տեսաք ինչ արեց Արսենը։ Գտեց օդ, վազեց ցած։ Լավեկա։ Լավա նարին չեր ընկե հետս, թե չէ այդ բուրգը աչքս կմցներ։ Դե բանա չէ մի քիչ բլանձինկա է։ Գնաց։ Որոշվեց հիմա այն երկուսից։ Իսկ ո՞վ նույնը անես ասել, էլի չի կարելի։ Կարելի է։ Ո՞վ ասել։ Դե ինչ 5-րդ հաղորդումը ավարտվեց, այս պահին Անին, Սակա, Ագնեսը լքում են նախագիծը։ Անին իհարկե լքում է Կիպրոսի ուղևորությամբ, որտեղ Արսենը նվերը տվեց իրան ուղևորությամբ։ Նու չգիտեր ինչ նվեր է, բայց ամբողջ սրտով տվեց ամեն դեպքում։ Դե ինչ Անի ջան, քեզ any wish tour-ի հետ մաղթում ենք բարի ժամանց Կիպրոսում։ Սակը ինձ մարզում ենք այնպես կտեսնեմ ենք։ Ագնես ջան, դու էլ ձեռքես բերել, ոնց հասկացա Սերոժին կամ Սերոժն էլ քեզ ձեռք բերել, հա։ Բոլորը օգտված են գնում այսպես։ Այո, բայց ես ուզում եմ ասել, որ ես ունեմ իմունիտետ ու այս ամբողջ խաղի ընթացքում դու այս ամբողջ խաղերի ընթացքում ինչ ուզել արել ես ու ես լուր լսել եմ, համաձայնվել եմ, բայց հիմա իմ հերթն է նաև ինչ-որ բան անելու։ Այո, դու ունես իմունիտետ, ես խորհուրդ կտամ 7-րդ հաղորդման։ Արի այս անգամ խորհուրդ ես ինքս ինձ տամ, շնորհակալություն։ Եվ քանի որ Անին ունի Կիպրոս մեկնելու հնարավորություն, ինքը շատ ուրախ է, ես իմ իմունիտետը միանշանակ տալիս եմ Ագնեսին։ Մեր հաղորդումը մի քիչ ուրիշ ուղղություն է ստանում։ Ինձ թվում է կեսից կարելի է Սերոժի եւ Ագնեսի տանել սիրախաղ։ Ես ուզում եմ ասեմ, որ ես այսօր մի տեսակ զգում էի, որ լքելու եմ խաղը, բայց ընդհանրապես տխուր չեմ, որովհետև կոպիտ ասած արդեն շահած դուրս եմ գալիս խաղից։ Շատ հետաքրքիր եւս մեկ փորձառություն էր ինձ համար։ Ես ինչպես հասկացաք, մենակ տատիկ պապիկների եթերները չեմ մասնակցել։ Մյուս բոլոր եթերներին նույնպես ես կգամ, մյուս անգամ այո, տատիկ պապիկներին նույնպես կլինեմ, սիրում եմ բոլորիդ, հասարակ ուժեղագույնին։ Շնորհակալություն, Սակը առաջին անգամ էր մասնակցում, Սակին էլ լսենք։ Ես առաջին անգամ էի մասնակցում ու շատ ուրախ եմ, որ սենց հնարավորություն ստացա նման խաղի մասնակցելու։ Ճիշտն ասած, ուզում էի ավելի երկար գնայի, չստացվեց ոչինչ, բայց շատ կուզենամ, որ հետևորդների խմբից հաղթող լինի։ Օպա։ Իհարկե, մեծ ցանկություն ունեմ, որ Մարիամը հաղթի։ Ես լուբիմ չի կեսու, հա։ Շատ որ հաղթի ավտո է հաղթում, հաղթողը ավտո է հաղթում։ Շատ լավ։ Դե ինչ սիրելիներս, մեր 5-րդ հաղորդումը մոտեցավ ավարտին, կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Դու մեռը։ Բայ բայ։